Հետո Ձեզ, ալգետիներներ, սկսում է Չարենցավան համայնքի ավականում հերթական 7-րդ նստաշրջանի թիվ 2-րդ հերթական նիստան, ով համաձայնեց օրակարգ։ Ով է կողմ, որպեսզի օրակարգը ընդունվի կողմ, դեմ, ձեռնպահ, բոլոր կողմ։ Առաջին նախագիծը Հայաստանի Հանրապետության Կոտայքի Մարտի Չարենցավան համայնքի ավականում 2025 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 105N որոշման փոփոխություններ կատարելու մասին։ Չարենցավան համայնքի 2025 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 100N որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 33-34 հոդվածներով Չարենցավան համայնքի ավականի 2025 թվականի դեկտեմբերի 24-ի Չարենցավան համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին թիվ 100N որոշման հավելվածի 1-ից 6 հատվածներում կատարել փոփոխություններ։ Պետական բյուջեից կապտածախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ հատվածով ավելացել է եկամուտը 46 միլիոն 515 հազար դրամ։ Դա վերաբերում է Չարենցավան համայնքում օրենացի և ուսուցողոսների սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատ ծածկույթի հիմնավորման ծրագրին, որից 86 միլիոնը համայնքն է ֆինանսավորելու, 46 միլիոնը պետբյուջեի միջոցների հաշվին։ Հողի օտարումից մուտքերը Ուրեմն ամբողջովին կապիտալ ժողովուրդ իրոք խորենացի և ռուսով փողոցները ամբողջովին ըտե բաներն էլ չէ։ Եզրաքարերով և համատարած ասֆալտապատման մայթերը և ճանապարհը պետական բյուջեից 46 միլիոն, մեր բյուջեից 86 միլիոն։ Արդեն հաղթողը կա մարդիկ Հողի օտարումից մուտքերը ավելացել են 165 միլիոն 688 հազար դրամով, ծախսային մասում ունենք 016-1 ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ այլ դասերին չպատկանող 51 դասերի հոդվածով 54 միլիոն 303 հազարի հատկացում, որը վերաբերում է Չարենցավան քաղաքի կինոթատրոնի հարակից տարածքի Խանջան փողոցի բարեկարգման աշխատանքներին, 51-29 հոդվածով ձեռք է բերվելու 200 մետաղական Եթե ինչ ավել բանի մեջ մտնվել։ Քաղաքապետարանի մոտից մինչև կինոյի մոտ երկու օմանի մայթերի որոշակենա իսկ դեր որ մասը որ արված է համայնքի նորից։ Դրանք նախագծի ժամանակ երբ որ անցել է, դրանց ամենից մտած չի։ Նորմալ միջակայքում է եղել։ Կպնելու ենք այդ 9 օրը կպնելու ենք մի ծավալների մեջ կարող է։ Շինակ խանութի մոտին է համարյա ուզում ասել նույն որ բանից ենք անում որ չտարբերվի Շինարը որ Դա արդեն հետները կա աշխատանքները էսի ֆրեզով արնելու, էսի ուրիշ բանով արնելու, մի շերտ անվելու էլ են։ Չէ, բանը որ մայթերի։ Հա, մայթերի։ Հա, շարունակվելու է, հնարավորինս ինչքան հնարավոր ավելացնել թարմացը։ Ինչ անասում է որ շինակ խանութի մասը կա չէ խփած շատ կա։ Դե գալիս է մի քանի տնտեսվարողների դեմը չկա։ Ուզում ասեմ նույնից ենք խփելու որ այդ կտորը որ նույնը դառնա թե տարբեր բաներով ենք ցույց Դե որ ասենք 100%-ը մի քիչ դժվար կլինի ապահովել, որովհետեւ բաներ կա որ արտադրությունից դուրս է եկել, հետո որակների տարբերություն է, էլի մենք փորձել ենք հնարավորինս ամենավորակով անել։ 51-29 սինթետիկ հաշվին հատկացվել է 7 միլիոն 200 մետաղական ձուլվածքով աղբաման ձեռք բերելու համար, 51-21 սինթետիկ հաշվին հատկացվել է 18 միլիոն վերամբարձ մեքենա ձեռք բերելու համար։ Պետք է ասել ինչի համար եք նորից։ Մի հատ 16 միլիոնով շահել էի, հետո չբերեցի, գան սև ցուցակ նոր պլանային թիվեր։ Եթե մենք գնում ենք տան մշակույթ ուղղակի 0451 ճանապարհային տրանսպորտի 5113 հաշվին հատկացվել է 132 միլիոն 900
նշեցի Խորենացի եւ Ռուսով փողոցների ասֆալտապատ ծածկույթի հիմնանորոգման համար, որից 86 միլիոն 385-ը համայնքի միջոցների հաշվին, իսկ 46,515 դրամը պետական բյուջեի միջոցների հաշվին։ Եթե հարցեր չկա, խնդրում եմ քվեարկելով։ Դեմ, ձեռնպահ, երկրորդ նախագիծը Չայանցյան համայնքի 2026 թվականի բյուջեի վարչական մասի պահոստային ֆոնդից գումար հատկացնելու մասին։ Չայանցյան համայնքի 2026 թվականի բյուջեի վարչական մասի պահոստային ֆոնդից գումար հատկացնելու մասին։ Ղեկավարելով տեղական ինքնակառավարման մասին օրենքի 93-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին օրենքի 29 հոդվածի 5-րդ մասի դրույթներով Չայանցյան համայնքի 2026 թվականի բյուջեի վարչական մասի պահոստային ֆոնդից 54 միլիոն 216,000 դրամ հատկացնել հետևյալ ծախսատեսակներին։ Նախագծով ձեզ ուղարկված գումարների մեջ տարբերություններ կան, քանի որ նիստի ժամանակ քննարկել ենք այդ հարցը, որների կողմից ձեռք բերելու գումարներն են ավելացել։ Մշակույթ հողակի գումար ավելացել է 254,000 դրամ, արևային պանելների էլեկտրական մատակարարումը երրաֆազի դրա համար, ճանապարհային տրանսպորտով ասֆալտապատ ծածկույթի փոսային նորոգման համար հատկացվել է 39 միլիոն 287,000, քաղաքային գրադարանին մի փոքր գույքի անհրաժեշտություն առաջացել 500,000 գրադարանին է հատկացվել, քաղաքական կազմակերպություններ, հասարակական կազմակերպություններ, ակնությունների 1 միլիոն 350,000, որից 350-ը նախորդ տարիներին վճարել երեխաների աջակցության հիմնադրամին, մոտ 11 երեխա Չայանցյան համայնքից հաճախում են և 1 միլիոն եկեղեցուն է տրամադրվել Մատուռի խորանի նկարազարդման աշխատանքների համար։ Օտայքի թեմի առաջնորդը նամակագրել է 2 միլիոնի մասնակցովքը մենք կարող Նախադպրոցական կրթությանը հատկացվել է նախկին 2 միլիոն 545-ի փոխարեն 11 միլիոն 615,000 դրամ, 2 միլիոն 545-ը հրաշքը մանկապարտեզի երեխաների թվի ավելացմամբ է պայմանավորված, սննդի գումարի ավելացում է կատարվել, իսկ մնացած ամբողջ գումարը գույք ձեռք բերելու բոլոր վարակների, որի վճարումը կատարվելու է նախկին տարիներից կուտակված իրենց մնացորդային գումարներից, համայնքը այս պահին վճարելու գումար չունի։ Զուտ պլանային ճյուղեր են հատկացվել և արտադրոցական դաստիարակությանը 1 միլիոն 110,000 նույն գույքի ձեռքբերման համար։ Արդյունքում պահոստային ֆոնդից նվազեցվել է 54 միլիոն 216,000 դրամ։ Խնդրեմ հարցեր։ Արտադրական այդ փոխանցումների համար որ նախատեսված գումարը նախնական պրոֆիտես նայել։ Չէ, նախաշի փորձականությունը անցածա, հələ մրցույթի հայտարարել։ Մտնում է փոխանցումը։ Հիմա նայեք, քանի որ Ռուսովը եւ բանը կապիտալյանորոգման տակ են, մենք այս տարի ավելի շատ ենք ունենալ, անցյալ տարվա չափը, բայց մենք մոտարապես 1000 քառակուսի Ռուսով եւ Խորենացի փողոցներ վերանորոգում։ Ու երբ եք սկսել եք խոսալուսման աշխատանքը։ Դե մի մրցույթ Երբ որ մրցույթը կլինի, բայց հենց եղանակները թույլ տվեք, մենք ապրիլին ենք նախատեսում, Դե հիմա այս պահին մենք ապրիլի շինարարը ապրիլի մեկի շինարարը կունենանք, եթե եղանակները բարենպաստել են, ապրիլի մինչև 10-ը սկսված է։ Մաքսիմում 2 օր Իշաստ եք այդ ժամանակ։ Մեկ էլ այն փողոցը, որը աշխատամ երեխա կա տեղաշարժերի խնդիր ունի։ Էդի մենք բանով կարգ։ Համատարածի Մեկ էլ կարող մի 50 քառակուսի փոխանցման աշխատանքներ ասφալտը, որ փողոցները որքան Այդ ժամանակ կասեք կամ թոշինարան ունենան։ Ուրիշ եթե արդեն չկա, խնդրում եմ հրաժարվեք։ Դեմ, ձեռնպահ, շնորհակալություն։ Երրորդ նախագիծ Չայանցյան համայնքի սեփականության 2025 թվականի ամենամեկ գույքագրման փաստաթղթեր հաստատելու մասին։ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չայանցյան համայնքի սեփականության 2025 թվականի ամենամեկ գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին։
Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 32-րդ կետի և 77-րդ հոդվածի դրույթներով հաստատել Չարենցավան համայնքի սեփականության 2025 թվականի ամենամյա գույքագրման փաստաթղթերը համաձայն հավելվածի։ Հավելվածը ձեզ ներկայացվել է ըստ բոլոր հիմնարկների, ՀՈԱԿ-ների և գույքագրման ընդհանուր գումարները և դուրսգրման գումարներն են, դրա մեջ ներառված չեն մասնագիտական բնույթի ապրանքների ցանկը, դրանք հատուկ լրացուցիչ 26 թվականի ընթացքում առանձին ակտերով դուրսգրումները կկատարվեն։ 1 միլիարդ 40 միլիոն 921 հազար ընդհանուր գույքի գումարն է, 7 միլիոն 16 հազար դուրսգրման գումարն է։ Գույքագրումը 100%-անոց մեզ ներկայացված է, որովհետև փորձագետների զրուցել ենք, ասում ինչ-որ բաներ կա, որ կիսատ է ներկայացված գույքագրման տվյալների մեջ։ Սկան պատճենները ամորջական փաթեթով ձեզ ներկայացված։ Ինչը որ հաստատվել է ներկայացվում։ Ինչ-որ հաստատվել է, բայց ընդհանուր հաստատվել է։ Ընդհանուր չի հաստատվում։ Հաստատվում առանձին ՀՈԱԿ-ներով, վարչական նստավայրերով և Չարենցավանի համայնքապետարանը և մի հատ էլ ամբողջ Չարենցավան համայնքը կատարած աշխատանքներով ձեռք բերված ապրանքներով։ Եթե հարցեր չկա, խնդրում եմ քվեարկել կողմ, դեմ, ձեռնպա, շնորհակալություն, 4-րդը Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի սուբվենցիա ստանալու նպատակով Չարենցան համայնքի Չարենցան քաղաքի Սարալանջ և Այգեստան թաղամասերի արտաքին գազամատակարարման գծի կառուցման ծրագրերի բյուջետային ֆինանսավորման հայտին համաձայնություն տալու մասին։ Ինքնիցնելով տեղականի գրական մարմինների մասին 18-րդ հոդվածի առաջին մասի 25-րդ կետի և 76-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի ենթակետով սահմանված դրույթները ձեր համաձայնությանն ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի սուբվենցիա ստանալու նպատակով Չարենցան համայնքի Չարենցան քաղաքի Սարալանջ և Այգեստան թաղամասերի արտաքին գազամատակարարման գծի կառուցման ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտին։ Հայտը ձեզ ուղարկված է այս տարվան պետք փոփոխություն կա սուբվենցիոն հայտերի ընդունման կարգում, այսինքն մենք հիմա մինչև մարտի 1-ը պետք է ամբողջական փաթեթը ներկայացնենք մարզպետարան, որից հետո կառավարություն, որ ֆինանսավորումը կատարվի 26 թվականին։ Նախագիծը արված է, փորձակնությունն անցած է, մնում է հայտի հավանություն ավականին տա, մի հատ հանրային լսում կանենք հավանությունից հետո ու մինչև ամսի 1-ը փաթեթը կներկայացնենք։ Եթե հարցեր չկա, խնդրում եմ քվեարկելով եք կողմ, որպեսզի 4-րդ կետը ընդունվի։ Դեմ, ձեռնպա, շնորհակալություն, 5-րդ նախագիծ։ Քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող շինության զբաղեցրած հողատարածքը ուղղակի վաճառքով օտարելու մասին։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, հողայնորոշ գրքի 66-րդ հոդվածի պահանջներով և նկատի ունենալով, որ Չարենցավան համայնքի 0700408021 կադաստրային ծածկագրով հողատարածքը չի դասում հողայնորոշ գրքի 60-րդ հոդվածի հողատեսկերի դասին, առաջարկում է սեփականության իրավունքով իրեն պատկանող շինության տարածքը ուղղակի վաճառքով 152,000 դրամ կադաստրային արժեքով օտարել սեփականության իրավունքով պատկանող շինության սեփականատիրը։ Եթե հարցեր չկա, խնդրում եմ քվեարկել կողմ, դեմ, ձեռնպա, Հեսա բարձր կար։ Ձերը։ 6-րդ նախագիծ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցան համայնքում գյուղ Ալապարսու նորարարությունացած փողոցները հասցեորելու մասին։ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշման սահմանված կարգի պահանջներով և տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42 և 35-րդ կետերի 5-րդ հոդվածի 21-րդ կետով առաջարկում ենք Ալապարս գյուղում երկու փողոց կա, որ փողոց չէ, մեկը նրբանց կա, մեկը փակուղի է։
որ հասցեավորելու այդ կապված բնակիչների բնակարանների տներին հասցեավորելու համար սա մի հատ հագողի մի հատ դրպանցք ավելանում նույն գոյություն ունեցող փողոցներում Եթե հարցեր չկա, խնդրում եմ քվեարկել ով շնորհակալություն 7-րդ նախագիծ Ալեքսանդր պլյուս ՍՊ-ի կողմից նախատեսվող ՀՀ Կոտայքի մարզի Չայանցյան համայնքի Լուսարանի լիթոիդային բենզայի հանքավայրում օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների նախնական համաձայնություն տալու մասին։ Համաձայն դրական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետի, շրջակա միջավայրի իրազեկության գնահատման և փորձաքննության մասին օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի, կառավարության 14 թվականի նոյեմբերի 10-ի համար 13-25-ին որոշման 28-րդ կետի, Չայանցյան համայնքի հավաքանին որոշում է տալ նախնական համաձայնություն Ալեքսանդր պլյուս ընկերության կողմից նախատեսվող Չայանցյան համայնքի Լուսավանի լիթոիդային բենզայի հանքավայրում օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներին։ Հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն, որտեղ եղել են հավաքական անդամներին խմբակցությունից ողոքներ, նախ երբ որ եղել է հանրային լսումից հետո եղել է, որ տեղադիրքը և հողակտողները, որոնք մոտիկ են, ևս մեկ անգամ ուսումնասիրության կարող են։ Այսինքն բանը սարալար թաղամասի Ոչ թե բնակիչները ողոքել Արդեն այդ բանի ժամանակ լսումների ժամանակ այդ բնակիչներից որ մշտական բնակվում ոչ մի ներկա չլինում հիմա այդ բնակիչները երբ որ իրենց թույլատվությունը կտան մենք համաձայնում այդ ժամանակ համաձայնությունը կտան շարունակել չէ ուրեմն մենք են քննարկել ձեր դիրքորոշման հետ էլ համաձայն ենք խնդրում եմ քվեարկել ով է կողմ որպեսզի ընդունվի կողմ չկա ով է դեմ որպեսզի չընդունվի ձեռնպար չկա շնորհակալություն 8-րդը Կամենշիկ ՍՊ-ի կողմից նախատեսվող ՀՀ Կոտայքի մարզի Չայանցյան համայնքի առաքանի մարմարի հանքավայրերից Սուլիձոր տեղամասի օգտակար հանածոյի մարմարի արդյունահանման աշխատանքների նախնական համաձայնություն տալու մասին Համաձայն դրական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետի, շրջակա միջավայրության գնահատման 11-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետով, կառավարության 14 թվականի նոյեմբերի 19-ի որոշման 28-րդ կետով, հավաքանի որոշում է տալ նախնական համաձայնություն Կամենշիկ ՍՊ-ի կողմից նախատեսվող ՀՀ Կոտայքի մարզի Չայանցյան համայնքի արձականի մարմարի հանքավայրից Սուլիձոր տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներին։ Ուրեմն մենք երեք քննարկեցինք, դուք ասացիք օրենքի ուժով հնարավոր է արդյունաբերական հողը, ընդերքա օգտագործման հողը վերավարձակալություն տալ, ճիշտ է։ Ենթավարձակալություն։ Այդ օրենքի հողումն է մեզ պետք։ Մեկ էլ մենք ասացինք, որ 19 թվականից մինչև օրս այն ով որ վարձակալել է, պարտու պահանջում է համայնքի, ճիշտ է։ Հիմա ինքը սնանկյա դիմ է, բայց ինքը ունի վարձավճարների խնդիր համայնքի հետ։ Ընկեր Բարսամյանը այսօր երեկվա դրության վարձավճարները 0 է, այսա թողասին գեր Բարսամյանը։ Հարցը 18 թվականի խոշորացումից անմիջապես հետո հետևարացից Այդ հանքը 19 թվականին մայր գումարները վճարել է, դուժերը չի վճարել, ավելի ասել, մենք այդ դուժերի հետ կապված դատարանական, դատարանները ոսով վերջեց։ Հիմա իրանք սնանք են, երեք իրանք սնանքի կառավարիչը մայր գումարները վճարել է այսօրվա դրությամբ։ Բայց ես հիմա ինչքան հասկանում եմ, հələ ենթավարձակալության հետ կապված Այս բանի ենթավարձակալության մասին Այս բանի միայն թույլտվության լիցենզիայի հետագա գործունեության համար դե դա արդեն իրենք ասում են որ հնարավոր է Կարող է ենթավարձակալության հավ չարաշենա է Բեմեսի հետո որ ենթավարձակալություն Չէ, հիմա այս ձեռնարկությունը, թույլտվությունը իրան տարածքապետ, որ ընդամենը թույլտվություն, հետո նախարարություն դիմի թույլտվություն անելու համար։ Աբաբերյան, բայց ինքը թույլատվությունը ուզում եկալ են գործող X մարդու կողմից վարձակալած տարածքում ընդամենը դրաբիլկա դնելու համար, ինքը հանք չի շահագործել։ Բայց չգիտեմ որ դե դրաբիլկաները նորմալ են աշխարհում։ Իրա դրաբիլկեն է, այդ նույն դրաբիլկենը մի թույլտվությունը լի, որ ինքը հələ վարձակալություն, հələ պարզ չի։ Կարող է նախարարությունը չի ասածում վարձակալություն, ենթավարձակալության մասին խոսք չի։ Այս բանի նախնական համաձայնությունն է հետագա գործունեության Վարձակալության մասին այս բանի խոսք չկա, չէ։ Մեր խնդրություն վարձակալության բան Չէ, այս բանի վարձակալության մասին ոչ մի կետ
Չունեմ ասեմ, եթե հնարավոր չի մեր վերականգնեմ վերահարցակալել, էլ իմաստուն է այս մարդը։ Դա տնտեսվարողի իրավունքն է, իրենք ընդհանրապես մեզից պահանջում են նախնական թույլտվություն։ Իրենք հետո կհասկանան։ Խնդրում եմ քվեարկելով եք ով դեմ ձեռնպահ Մյուսները Մալքասյան օրիկը ձեռնպահ Դեմա Վարդան օրիկը ձեռնպահ Դուք Ձեռնպահ եք, որոնք Դուք ձեռնպահ եք Չարենցան 9-րդ նախագիծ շնորհակալություն 9-րդ նախագիծ Չարենցան համայնքի արտադպրոցական եւ նախադպրոցական կրթության իրականացումը Օակների սաների համար ծնողական վարձավճարի զեղչեր սահմանելու եւ Չարենցան համայնքի ավականու 2021 թվականի ապրիլի 15-ի թիվ 33 որոշումով ուժի կորցրած ճանաչելու մասին Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 18-րդ կետով նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 37-րդ հոդվածով Չարենցավան համայնքի ավականին որոշումը Չարենցավան համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման արտոնություն 100%-ի չափով Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ռազմական գործողություններին մասնակցած հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված մահացած և դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայող ծնողի երեխաների համար B կետով Առաջին կարգի հաշմանդամություն ունեցող ծնողի երեխաների համար G կետով գալիս է կներեք մենք սա բաց թողում է եղել G կետով գալիս է երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար 100%-ի զեղչ Նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման արտոնություն 50%-ի չափով միակողմանի ծնողազուրկ երեխաների համար նույն հաստատություն հաճախող նույն ընտանիքի 3 եւ ավելի երեխաների համար 4 եւ ավելի երեխա ունեցող դա բազմազավակն է եւ ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի երեխաների համար Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության համար մարտական ռազմական գործողություններին մասնակցած մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարած զինծառայող ծնողի երեխաների համար Երկրորդ կարգի հաշմանդամություն ֆունկցիոնալության խորը կամ ծանր աշճանի սահմանափակումով ծնող ունեցող երեխաների համար Արտադպրոցական ուսումնական հաստատությունների ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման արտոնություն 100%-ի չափով հաշմանդամության կարգավիճակ կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար Ուժը կորցրած ճանաչել Չարենցավան համայնքի ավականու 21 թվականի ապրիլ 15-ի Չարենցավան համայնքի արտադպրոցական եւ նախադպրոցական կրթություն իրականացնող հողակների սաների համար ծնողական վարձավճարի զեղչերի սահմանելու մասին թիվ 33-րդ որոշումը Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկվելու օրվան հաջորդ օրվանից Շնորհակալություն ես նախարարության, բայց նա առաջարկ ունենք էլի Այն 50 որը անտոկոսանոցը անվճարադառնում են 50% անոստերի գումարը, որ դառնա 100 մոտավորապես կարող թիվ ասենք մոտավորապես Եթե հրավեր էդ էլի սարքենք անվճար Այդ 50-ը էդ է շատ քիչ տարբերություն է տալի Պետք է մի հատ ուսումնասիրություն Մենակ այդ 50-ը որը որ կա Եթե էլի սարքենք անվճարը մի առաջ կարգյա թե երկրորդ կարգյա Կանու սարքենք անվճար Կարող ենք Որպեսի առաջարկ են կուպլի ամբողջովին 100% փոխված տարբերակ ով եք ով Դեմ ձեռնպահ չկա շնորհակալություն ենք խմած 10-րդը սոցիալական հատուկ արտոնությունների դասերին չպատկանող հատվածից գումար հատկացնելու մասին
Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, ուրեմն եւ քաղաքացիների դիմումները հաշվի առնելով ֆինանսական աջակցություն հատկացնելու մասին, ընդհանուր դիմել են 7 քաղաքացի, անվանական չեմ ասի, որից 5-ը քաղցկեղա եւ 2-ը վիրահատություն։ Յուրաքանչյուրին ուրեմն հատկացման գումարը սահմանված է 200,000 դրամ։ Բայց ինչ եք ուզում քաղցկեղը բանից տարբերակի։ Ընդհանուր եղել է հանձնաժողովի նիստն է որոշել փոխանցել։ Ոչինչ մեկնաբանվել էլի։ Չէ, ախտորոշումները։ Չէ, բայց ախտորոշում։ անունները չեն ասում, բայց Միտողով գնա, այսինքն չառանձնացվի։ Պարզան։ Նույնա բոլորի չափը Դե վիրահատություններ կարա լինի բարդ, հիմի ինձ թվում է տարբերություն չկա։ ով է կողմ որպեսին թուվի 10-րդ կողմ, ձեմ ձեղապար չկա, Մի հատ հայտարարություն կատարել։ Հարգելի ավականու անդամներ, երեկվանից մեզ մոտ մեկնարկել է մասնակցային բյուջետավորման գործընթացով ծրագրային հայտ առաջարկների քվեարկությունը։ Ուզում եմ ասել, որ 11 ծրագիր ենք այս տարի ստացել, որոնցից քվեարկության է ներկայացել 6-ը հանձնաժողովի եւ հանրային քննարկումների արդյունքում։ Իհարկե ուզում եմ կոչ անել, որ ակտիվ լինեք, դուք էլ իրազեկեք բնակիչների շրջանում, որպեսզի կարողանանք իրապես բնակիչների կողմից ընդունված ծրագիր իրականացնենք։ Եվ ուզում եմ նաև տեղեկացնել, որ նախորդ տարվա մասնակցային բյուջետավորման գործընթացով ունեինք 2 հաղթող ծրագիր, Չայացավանի քաղաքային գրադարանի ֆոնդային հատվածի հիմնանորոգումը եւ Բժնիու խաղահրապարակի կառուցումը եւ գրադարանի հիմնանորոգումը արդեն ավարտվել է եւ նախատեսում ենք գիրք նվիրելու օրը փետրվարի 19-ին իրականացնել բացման արարողությունը եւ սիրով բոլորիդ հրավիրում ենք ժամի մասին լրացուցիչ կիրազեկենք։ Ձեզ շնորհակալություն։ Մյուս հերթական նիստը նախատեսվել է մարտի 20-ին, ուրբաթ օրը։ շնորհակալություն։